Դենը հարցա տալի ինչ կասեք Դոդի Գագոյի ունեցվածքը կպետականացնեն, այո թե ոչ։ Դե գիտես ինչ, ցավոք սրտի ես հələ որ կարծում եմ որ չեն ունեցվածքը պետականացնի, ուստեղ գիտես որ ունեցվածքի պետականացությունը սովետի բանը չէ, որ մենակ դրանով է։ Իմ համար կարևորը այն է, որ այդ բիզնես հասարականի մեջից այդ երևույթը ընդհանրապես կվերանա ու ասենք դաշտը կազատականացվի, որպեսզի ուրիշ նորմալ մարդիկ կարողանան աշխատել, որովհետև ինքը զբաղեցրել է այդ բանը նիշան կոպիտ ասած։ Ոչ մեկ չի կարող մտնի ու Ոչ օրինական ձևով։ Հա, բիզնես պարտներներն էլ տեսնում ենք ովքեր են։ Ալեքսանդր Հրիգորովիչ Տարականն է, Լուկաշենկոն, եւ այլն, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Բայց Կատի, բիզնես պարտներներից։ Մոսկվայում դե գիտես, ինքը հակել էր Տաշիր Սամոյի հետ։ Հա, լսել եմ դա, հա։ Կարդաց իրանք ուրեմն, հա, ուրեմն Մոսկվայում շինարարության բիզնես սենտր բան, տենց տարգովի տոճկեքի համար, տենց բաներ սարքելու համար, ուրեմն հակել են իրար տարածքը լիդեր ֆիրման Տաշիրի Սամոյինն է, ուզեցել այդ տարածքը վեկալ 80 քանի միլիոններ պետք է մուծվեին, մեկ էլ գալիս է մի հատ ֆիրմա, որի անունը Մեսիերա, ու 120-115 թե 120 միլիոնով վրիցել ես իմ ինչ կաշարք, մաշարք, ինչ անում են, տենդերը իրանք են ստանում։ Են բանի Սամոյի ֆիրմա լիդերը սկի չեն էլ թողում մտնի բանի մեջ։ Էսի վեկալում են, որ սկսեն շինարարությունը, Սամոյի ֆիրմեն իհարկե դատի է տալիս սրանց։ Դատի է տալիս, չգիտեմ, կռիվներ, մռիվներ, էսկոմ, ենկոմ, վերջը դատական գործեր են բացում, դատարանը ասում է նայում է թղթերը, ասում է Մեսիերսկի կարգին դոկումենտացիա չի տվել։ Էս ինչ է կատարվում։ Ում ֆիրմենա Մեսիերը անունով Մոնիկա եսիմ ինչ, մի հատ կնոջ անունով է գրած, բայց պատկանում է Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանի բիզնես պարտներն էլ ով է պատրիաչիկը, ով պետք է այդ շինարարությունը աներ, թուրքական ֆիրմա։ Իստանբուլ, Չելիկ եսիմ ինչ։ Ու այդ մարդն էլ հելել է, այն որ Արարատի ցեմենտի կոմբինատի կողմը ուզում էր ցեմենտի գործարան սարքի, դրան էր մեղադրում, որ թե տերը թուրք է։ Իբր թե թուրք է, այնը թուրք չէ։ Դե ապեր տենց է, իրանք տենց են անեն, բայց մեզի կուտ են տալիս։ Ախմեդ անունով, Մախմեդ կարդում են, գիտեն թուրքը, որ աշխարհում 1 միլիարդ բան կա, մուսուլման կա, իրանց արաբ, մարաբ, եսիմ Ինդոնեզիայում մարդ կա, անունը Ախմեդ է, հիմա ինչ ախպեր։ Չէ, բայց ինքը իրան գիտեցի, որն է, ինքը թուրքերի հետ համագործակցում է, բան անում, էդի օքեյ է։ Բայց ուրիշ ինչ եղած տեղը սարքում է թուրք եկել է մեր երկիրը բարի տա, հասկանում ես այդ հարցը էլի։ Ըստ մի բանի մասին է ուզում ասեմ Լեոն ջան, կապված մեր այն օրվա դիտումից հետ բան հաղորդման մասին Գագիկ Ծառուկյանի լիքը մարդիկ հարցեր են ուղարկել, բան եւ այլն։ Հիմա էլ Դոդի Գագոյի հետ ունեցվածքի մասին եմ ուզում խոսալ։ Բան եմ ասելու, որ շշմելու ենք էլի բոլորս։ Ուրեմն Այն օրը ինձ ցույց տվեցի մի հատ բան են արել, ուղարկել են ու մի խոսքով այդ ունեցվածքը, որը ապօրինի է համարվում ձեռք բերված, ապեր A4 ֆորմատի երևի մի 6-7 հատ թուղթ է, որ ծերից ծեր գրած է, SS, բայց մի բան ասեմ, ես հիմա ֆիրմաների անունները չեմ տա, որպեսզի պարզեն, էլի ուրեմն 2003-ից 2005 թիվը մենակ իր այդ տան համար Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել ուշադրություն 15 միլիոն դոլարի մենակ կահույք պատկերացնում մեբելներ, հա, այնտեղ խոհանոցային կահույք, ննջասենյակների, դե լիքը խոհանոցների 15 միլիոնի ու 2 միլիոն դոլարի լյուստրաներ ջահեր։ Հələ ուրիշ բանի մասին չեմ ուզում խոսալ։ Գիտես այստեղ հետաքրքիրը որն է, ապեր ես բան արեցի, նայեցի, ուրեմն վերհիշեցի, ուրեմն նայ 2003 թվին Հայաստանի բյուջեն եղել է 450 միլիոն դոլար։ Որից մոտավորապես 150 միլիոն 200 միլիոնի չափ եղել է պաշտպանության նախարարության բյուջեն։ Այո։
Այսինքն պատկերացրես մենակ Դոդի Գագոն պաշտպանության նախարարության բյուջեի 10%-ի չափով իր համար մեբելներ առել, բայց դա էլ օքեյ, հիմա գործարար է, պետական պաշտոնյա չի եղել։ Այստեղ ամենակարևորը գիտես որն է։ Ես հիշեցի այդ թվերին, ուրեմն սկսվեց Հայաստանի խոշոր հարկատուների 1000 այդ ցուցակը հրապարակվել։ Ես առաջ անգամ որ նայեցի այդ թվերին, ինձ հետաքրքիր էր էլի դրանք ով ինչքան է տվել։ Նու առաջ տեղ այն ժամանակ էլ որ հիմա այդ Զանգեզուրի պղից մոլիբդենային կոմբինատն է, հիմա Գագիկ Ծառուկյանի մուլտի գրուպը այդ թվին Հայաստանին վճարել է ավելի քիչ հարկ, քան թե Երևանի պոլիտեխնիկ համալսարանը կամ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Այնտեղ մի քանի $100,000 մասին էր խոսքը, ես չեմ սխալվում։ Ու այդ թվին առել է $15 միլիոն, այն ժամանակվա 15 միլիոնը ժողովուրդը արխային կարակ հիմիկվա 5-ով բազմապատկեք, որպեսզի պարզ լինի, էլի։ $15 միլիոն գնել է մենակ կահույք։ Պատկերացնում ես։ 5 անգամ կարելի ասել, որտեղ այդ թվերին մոտավորապես կվարտիրան 60-ով առանք, հիմա 300, հա 5 անգամ մոտավորապես 3-4 միլիոն $, մենակ ոսկե ժամացույցներ առել, հասկանում ես ինչ եմ ասում ես մարդը։ Այն էլ բրլյանտներով ցփնած, ապեր դե խոմ Ֆիլիպ Պատեկը չէր առնելու, այդ թվում էր զակազ էր տալի, իր համար կարևորը բրլյանտներ ու ոսկի լինի։ Դե Ֆիլիպ Պատեկը հենց առանց բրլյանտի, առանց բանի արժի կես միլիոն 300 Դե ես գիտեմ դրա համար Ֆիլիպ Պատեկին ես օրինակ բերի, իրան էտի չի հետ։ Կստատի գիտես չէ որ բրլյանտներ են կպցնում վրեն, այդ հենց Ֆիլիպ Պատեկը չի անում, էդի արդեն յուվիլիրների մոտ զակազ են տալի, ռեփ երգիչները, բաները, Ամերիկայի են սև ռաբիզ ախպերությունը, որ զակազ է տալի տենց բրլյանտները, բաները կպցրել, դրանից հետո ժամացույցի գինը ընկնում է։ Գիտեմ։ Դե մի խոսքով դրա համար դե Ֆիլիպ Պատեկ չէր անելու ոսկից մեկ էլ ադամանդից սարքած ժամացույցներ բաներ պետք է սարքեր էլի։ Այս մարդը հասկանես 2000 թվականներին Քոչարյանի ժամանակ հատկապես այնպես բաներ արել, որ նայում ես զարմանում ես ու շարունակում ես։ Մի բան ասեմ քեզ, ես որ լսեցի ուրեմն մարդ պետք է մի քիչ խելք ունենա էլի։ Արա եկել ես այդ քո ծննդավայր գյուղում հողը բանը ինչ կա չկա սաղ վեկալել քեզնով ես անել։ Մենք պետք է մտածես որ այս մարդիկ կար երևի ինձ ատումել են, չէ։ Բռնելը այդ գյուղի դպրոցը իր հոր անունով է վերանվանել։ Կոլյայի։ Հա, արա քո հերը ոչ գիտնական է, ոչ հերոս է, ոչ այդ գեղի հերոսն է։ Ինչի՞ ես այդ դպրոցի անունը հորը տանում։ Իրա հերը ինչ մարդ է եղել, ինչով է զբաղվել։ Հասարակ մարդ է եղել։ Բադ բան չեն ասել, լավ բան չեն ասել, հասարակ մարդ է եղել։ Չէ, նկատի ունեմ բանով, ինչ աշխատանք բան։ Գյուղացի մարդ է եղել, ասում քեզ։ Հա, գյուղացի մարդ։ Ասեք խոսքի գիտես ոնց ասեմ։ Այդ նույն բանը արել է նաև Տաշիր Սամոն, ես կարծես թե պատահական ես նոր պատասխանը կթա։ Հորանունով լրի բան արել, այդ վերանորոգել է բանման դպրոցը ու իր հոր Սարգիս Կարապետյանի անվանա այդ դպրոցը վերանվանել, բայց Տաշիր Սամոյի հերը այդ դպրոցում 30 տարվա դիրեկտորն է եղել, հասկանում ես ինչ եմ ասում։ Սովետի վախտվանից։ Գոնե մի քիչ կարելի է կապցնել։ Ես էլ մտածել եմ երևի խի Տաշիր Սամոն կարա դնի, ես էլ չեմ կարա 100% ինադու է արել, որ դու կարաս, ես էլ կանեմ։ Դե բռնելա։ Այդ իր բանը այդքան հազիվել հերի։ Կոլյա Ծառուկյանի անունով Կոլյա դպրոցը ոչմ։ Կոլյա Նիկոլայ։ Էլի որ արթում ես, հասկանում ես, այս մարդու արասները գիտես ոնց է։ Որ այնպես բաներ արել։ Հիմա որ լսես Դոդի Գագոն մարդկանց բռնել է, գրիլի ապարատում խաշել է, էփել է, կերել է, մարդիկ չեն էլ զարմանա, հասկանում ես ինչ եմ ուզում ասել։ Այնպես բաներ է արել, հա։ Հա։ Այնպես բաներ արել ու սրա նման ասեք Այդ առյուծի վանդա գցել է հերիքեր էլի, ասենք ինչ անելու բան։ Ապա մի կողմ։ Ես այդ թվականներին ես ինքս լավ հիշում եմ։ Ընտրակեղծարարությունները էսի որ անում էր Քոչարյանի համար։ Էդի ուրիշ լր ես եղել եմ 2003 թվականին ընդդիմության կողմից վստահված անձ էլի։
Ուրեմն Աբովյանի բանի ժամանակ ապեր այդ մարդուն գողացել տարել էր սրախրանալ։ Այն օրներ գցել, որ այս մարդը վախենում էր մարդկանց նույնիսկ բարևի։ Անենց են ծեծել, անենց են բանանում, ծեծելով, ջարդելով, բանանելով, հասկանում ես։ Սենց մի հատ օրինակ բերեմ, էլի քեզ։ Հիմա բոլորը գիտեն, ինչ հոյիններ ա դրել։ Երևի այդ մարդուն տարել էր առյուծի վանդակ էր մցրել, դրա համար էս գույնը սփռտնած բանման չեր կարում խոսա, էլի մի խոսքով։ Ապեր Գագիկ Ծառուկյանը ընտրությունների ժամանակ ոնց որոշեր Առնջ գյուղը 100%-ով, 100%, 99 չէ, 100%-ով այդ ձև քվեարկում էր։ Ասենք Խոսքի Քոչարյանաց կողմից պատգամավորի թեկնածու մի հատ կոմպոզիտոր կար, հիմա էլ կա երևի, Ռոբերտ Ամիրխանյան։ Ես դա լավ հիշում եմ ընտրությունները, ասենք ընդհանուր մի հատ բանի մեջ էր էլի։ Առնջ գյուղում Ռոբերտ Ամիրխանյանը հավաքել էր 100% ձայն։ Այսինքն այդ ընտրությունները այդ գյուղում հիվանդ մարդ չի եղել, բացակա մարդ չի եղել, հասկանում ես, բոլորը գնացել են ու բոլորը ընտրել են Ռոբերտ Ամիրխանյանին։ Այս երևույթը, այն որ բիզնես դաշտը այլանդակել է, հասարակության բանը այլանդակել է եւ այլն, միչեւ հիմա էլ ախր չի հասկանում, տղեն ա մեզի բանալու։ Մի բան էլ ասեմ ծիծաղդ կգա, մի հատ դերասաններ են, որ Ամերիկայից խոսում են, ուրեմն ժամանակին սրա կենտրոն հեռուստաընկերությունը մի հատ սերիալ էր նկարում դպրոցի մասին, չեմ իմանում ինչ բան էլի։ Ասում ես էլ էի խաղում այդ սերիալում այդ մարդն ասում էլի։ Ապա 15 սերիա նկարել են այդ սերիալից։ Ինքը դպրոցի դիրեկտոր էր, թե ինչ էր, չեմ հիշում։ Ասում եք էլ հաջորդ օրը գնում ենք սյոմկեքի, ասում են կներեք չի լինելու բախի։ Դա Գագիկ Ծառուկյանը զանգելասլա ռադար եք այդ սերիալը, ասել է մեջը կրակոց, մրակոց, բանման, մաֆիա չկա, չտնեմ այդ սերիալը ցույց տակ տելևիզորով։ Լավ, Հնդկաստան ախպեր։ Ապեր Հնդկաստանը եկա առաջ այս, ապեր սրան ո՞ս Դե հիմիկվա Հնդկաստանը, հա, ես ապեր հիմիկվա որ դա այս Կադիրովինա շատ նման, իրա պահվածքով, այդ իրա բանով, ամեն ինչով։ Ես դաժե գարանտիա եմ տալի քեզ, ինչ ինքը վիդեոներում տենում է Կադիրովի ունի, մյուս օրը գնում է ինքնա։ Ես հիշում եմ այն երկար տարիների պատմություն, մի 15 տարվա պատմություն, հիշում ես ոսկի պիստոլետներ մոդա անգավ։ Հա, Սովետում տենց բան չկար, Սովետում տես այդ ոսկի պիստոլետները մոդա էին Մեքսիկայում կարտելների այդ մաֆիոզների մոտ։ Քանի որ ինտերնետը եկավ ստեբան, դրանք սկսին նկարվելով այդ ոսկի կալաշնիկով, ոսկի պիստոլետով, բանով, մոդան ընկավ չեչենների մոտ։ Այս արաբների, չեչենների, Կադիրովը հելավ մի երկու հատ ավտոմատ ցույց տվեց ոսկի պիստոլետ, բան մի երկու ամիս հետո պիստոլետը դրել ա մեջքի ոռի մեջ, սենց հելել ա կառանում, որ ժողովուրդը տենան մի հատ։ Տեսել եմ այդ նկարը, այդ ասիական այդ բոլոր այդ բաները սրա մեջ կա, այդ մինուսները էլի, ասենք Ալիևը որտեղ է թվում հոր արձաննա դրում, ես էլ դպրոցը հորանումա վերանվանում, Կադիրովի այդ լաքշերի այդ իր մոմենտով սարքած բաները եւ այլն, նրա լակոտը հելնում է այդ Կադիրովի լակոտը մտնում է բանա մարդածեցում քնչական կոմիտեում, սրա տղեն էլ ճշտի օֆիս է բացել։ Ճշտի օֆիս։ Այդ ճշտի օֆիսում գալիս այդ լրիվ այդ ռեգիոնի հարցեր լուծողն է, էլի։ Ասենք երկու հոգի հակացեն ինքն է որոշում, ով է ճիշտը, ով է սխալը, ու ասենք վրները վզներին դնում։ Բայց գիտես չէ, ճշտի օֆիսում երկար չեն մնում ժողովուրդը, որովհետև ընդ զուգարան չկա։ Դե հնարավոր է։ Զուգարանը ճշտի օֆիսում զապադլո բան է, էլի։ Հա, այդ բանը ես ասում։ Չէ, բայց այդ ճշտի օֆիսը դի կատակ չէ, իսկականից կա։ Հա, գիտես։ Համը հասցեով բանով էլ էի տեսել, ինքը զարմացել է դրանց այդ գիտես բանով չէ, էլի լկտիության վրա ու ուղեղի այդ սակավության վրա, էլի մակարդակի վրա է այդ բանը։ Դոդը գողական դիվիժենիների մեջ է։ Ապեր ինչ գողական, հա, քարտես կարդում, հա։ Դոդը նոր խլեշեց Դոդին։ Բանն էլ Վարդանն էլ է, հա, բանը։ Դե Վարդանը դի նոր չի խլեշում, շուտվանից է նրան բանը։ Վարդանը ում չի խլեշում։ Չէ, դե ում չի, ախր ապել մի բան ասեմ քեզ։ Այն օրը այլորն ասում են Դոգի անունը մի տվեք եւ այլն։ Երևանում մի հատ դպրոց կա, դրա տնօրենին է քննադա բան արել,
բրով անցել կարելի ասել, քննադատելու ասեմ, էլի։ Իրանց տուն հյուր է գնացել։ Ապեր մարդ կար, հետս խոսում է, իրաց դասարանցի է եղել այդ աղջիկը եւ այլն եւ այդ դպրոցի դիրեկտոր։ Ապեր անես բան էր ասում, մի ոչ մի բան սխալ չի ասում Վարդան Ղուկասյանը կոնկրետ ասած այդ դպրոցի դիրեկտորի մասին։ Որ դեբիլի ու լկստվածի մեկն է, փչացածի մեկն է, 2-3 հատ սիրած ուներ, էս ուներ, այն ուներ, մի խոսքով չեմ ուզում։ Եթե ինքը անցել է նրա ասածները, որ նայում եմ, մեծ մասամբ ասենք բան է դուրս գալիս, էլի Վարդան Ղուկասյանը հենց այնստեղը չի անում։ Բայց Դոդի Գագոյի վրով գիտես ինչ է ուզում ասեմ մի հատ։ Ինձ այդ հարցը տվել են էլի մեր մարդիկ, իր այդ բռնաբարության հոդվածով նստելու վրով մի Ահա, էդի հետաքրքիր է։ Երկու հատ բան եմ ուզում ուրեմն բացահայտում անեմ, ժողովուրդ ջան, ուրեմն նայեք ոնց է եղել։ 20 թվականին, եթե սխալվում, այդ բանը հայտնվեց համացանցում, մի 7-8, չէ 10 էջանոց ապեր Հայաստանի Գերագույն դատարանի, սովետական հայկական ԽՍՀ Գերագույն դատարանի վճիռն էր։ Հա, էդի որ հայտնվել էր այդ վճիռը դատարանում, չէ, էդի ասենք բան էր, դատարանում եմ ասում Facebook-ում, էդի անօրինական է, որովհետեւ էդի մարդու ազնական բանն է, իրավունք չկար, բայց ապեր իրավաբանական տեսակետից այդ փաստաթուղթը որ կազմված էր, կարելի ասել առանց որևիցե ասենք բաներ, էլի, без всякого изъяна որ ասում է, անթերի կազմված փաստաթուղթ է։ Ուրեմն ոնց է ինչ է տեղի ունեցել։ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը այդ ժամանակ ոստիկանությունում աշխատելուց եղել ու պահակ է եղել, սենց ասեմ։ Երկու հատ ընկերներ Դոդնա պահակ է եղել։ Հա? Դոդնա պահակ է եղել։ Հա, չէ, ոստիկանությունը բացի այնի ու ասենք նաև պահակային գումարտակ ուներ, ասենք եթում էր օրինակ Հա, ես ասի համ միլիցիա է եղել, համ միլիցիա է եղել, կողքից էլ գրդոն է արել, էլի։ Չէ, բան է եղել, ոստիկանությունում պահակային է ծառայություն ու ասենք կառավարության շենքը բանը, որ կայանում են, դրանք են, մի խոսքով։ Երկու հատ ընկերոջ հետ եթում են, եթե չեմ սխալվում, Արարատ Արմենիա հյուրանոցի տակը մի հատ բան կա, ռեստորան կա, այդ ոչ մի տուրիստի նման ռեստորան, Արարատա կոչվում, եթե չեմ սխալվում։ Այնտեղ ծանոթացել են երկու աղջկա հետ։ Էջմիա Երևանում։ Հա, երկու հատ աղջկա հետ, մեկը ռուս, մեր հայատներն է, չարխն է էդի։ Հա, մեկը ռուս, մեկը բելարուս։ Հա։ Երևի Գագիկ Ծառուկյանի սերը դեպի Բելարուսը դրանից հետո է, էլի արտնացել ու բան եղել, կարելի ասել, ամրապնդվել։ Տանում են, հետո տանում են Աբովյանում մի հատ Սիրիուս հյուրանոց կա, դրա ռեստորանում են մանգալի, էսյան, էյան, տանում են դաստապրեմիչածիննսի ու արդեն ասում է բռնաբարության գործը։ Ու պրիտոմ բռնաբարությունը իրականացնում են մի քանի տեղ, դրանցից մեկը գիտես որն է, առաջ այդտեղ եկեղեցի է եղել, քանդված է եղել բանն է, այն որ հիմա իր տան մոտ մի հատ եկեղեցի է սարքել, այդ տարածքում։ Այ հենց այդտեղ է տեղի ունեցել։ Բռնաբարել են, թե ոնց են բռնաբարել այդ հոդվածում նշվածը ամեն մանրամասներով բանով չեմ ուզում դրան անդրադառնալ։ Չէ, չի կարելի ժողովուրդ։ Ոստեղ սրանց ապել արած ամենամեծ հիմարությունը բռնաբարը որ ասում է կարգին հաղորդումը, ասում է մենք բռնաբարում ես, չէ։ Հիմա հետա։ Հա բռնաբարել է, համ էլ թալանել են այդ աղջիկներին։ Բայց ինչ են վեկալ մոտներից փող։ Տեսակ ասեմ ինչ են արել։ Այս սրանք էլ գնացել են բողոքել են, բայց այստեղ կարևորը գիտես որն է։ Նախ եթե հայերի արածն են, հայերը չէին էթալու բողոքեն որ խայտարակեն, կեսկանեն, կենկանեն։ Բաց հետ էլ սովետի ժամանակ էս չգրված օրենք էր, էլի։ Եթե ուրիշ հանրապետությունից կամ ուրիշ տեղից ազգության մարդու հանդեպ հանցագործություն եղել, ոստիկանությունը ամեն ինչ անելու էր, որ այդ հանցագործությունը գտնի։ Այդ բանը կարա հաստատի բոլոր այդ մարդիկ, ովքեր սահմանամերձ շրջաններում են ապրում, այսինքն գյուղի ներսում երկու հոգու կռիվելներ աշխատողություն են անում, բայց այդ գյուղից մեկը կողը ասենք գյուղից ուրիշ ազգի հետ կռվել, դա անպայման բան էին անում, էլի պետք է այդ հարցը լուծել։ Մի խոսքով։ Սրանք հասկացել են, որ այս աղջիկերքը ամաչելու բան չունեն, բողոքել են, եթե չանենք, այդքան Մոսկվա կբողոքեն Գնացել են, ստուգել են ու իրեքի տունը հայտնաբերել են այդ աղջկերքի ոսկեղենը, այնտեղ ականջողի թայը, եթե չեմ սխալվում, Դոդի Գագոյի տանն է գտել, հասկանում ես։ Այստեղ կարևորը այն է, որ բռնաբարությունը ասում էին ինչ որ խաչն է հանել վզից, բան։ Ես ասեմ, եթե կայտի արդեն ասենք էդի նյուանս է, բայց գիտես որն է։ Բռնաբարությունը կոնկրետ ինքը իրանով դժվար ապացուցվող հանցագործություն է։ Որովհետև հա սեռական ակտեղ էլա։ Դե հիմա արի ապացուցի, որ ասենք էդի իր կամքին դեմ է եղել։
ասենք կասի ջանիս կապտուկներ ա եղել, կասի հա, ինքն էլ ասում էր ես plate of sex եմ նախընտրում, կոպիտ ասած հասկանում, ինչ եմ ասում։ Հիմա սրանք այդ ձև կարողա փլստային էթայն էս ապուշները, եթե թալանաշ չլինեին այդ կանանց, հասկանում ես։ Հենց որ այդ կանանց խաչը, ականջողը, բանը, սրաստունը հայտնաբերել են, արդեն այն որ ասում թալանի բանը հայտնաբերվել է, երկրորդել արդեն ինքնստիկյան է հետո։ Մի խոսքով 5-ից 7 տարի նստել է Գագիկ Ծառուկյանը, ուստեից հետո սկսում է ամենահետաքրքիրը։ Արդեն Ռոբերտ Քոչարյանը, հա? Ինքը նստել է, հա։ Նիժնի Տագիլում 5 տարի նստել է, ապա սովետ է եղել այն ժամանակ։ Ահա, բայց մի հատ հարց տամ, էլի, ես լավ չեմ հասկանում այդ գողական բաների այդ սովետի։ Ապա գողական չկա, ես գիտեմ ինչ ես հարցնում։ Այդ բլատնոյի մոմենտները, այդ բռնաբարության բանով ես գիտեմ, որ խոսքի մեր մոտ մեկը բռնաբարությունով մտնում է, Անենց իրան չեն թողում ինքը օբշի մարդկանց հետ հելնի բանանի։ Այդ չեմ կարող ասեմ, բայց ինքն որ ոստիկան է, բան են անում։ Ինքը որ ոստիկան է եղել, հատուկ ոստիկանների համար սովետում, մի հատ ինչ որ բանտ է եղել, Նիժնի Տագիլում, ինքը տեղ է նստել։ Իսկ կոնկրետ այդ մոմենտների մասին ես չեմ կարող ասեմ, դե Վարդան Ղուկասյանը բան էր արել, որ այնտեղ իրան տիրություն անողին հետո բերել է Հայաստան, դրա գլուխն էլ է կերել, ես չեմ հասկանում։ Տեղել է բանարը, մի խոսքով դի չեմ կարող ասեմ։ Մի խոսքով ինչ է ուզում ասել։ Բայց էդի այնց հոդվածը, որ դրանով թե մենթերի բերթում, թե բանում ինձ թվում է Դե չեմ կարող ասեմ, ես էդի չեմ կարող ասեմ, բայց այստեղ ուրիշ բան եմ ասում։ Հետո, նա այդ գործը փակվել է ու այդ գործում ամենակարևորը գիտես ինչա գրված։ Որոշումը վերջնական է եւ բեկանման ենթակա չի։ Վերջում գրված է դա։ Հետո արդեն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, երբ որ Դոդի Գագոյի թուրը աչ ու ձախ կդրում էր այստեղ այնտեղ, չէ՞։ Հայաստանի Հանրապետության արդեն դատարանը բան արել, վերաքննել է այդ գործը, որը իրավունքը ինքը չուներ, որովհետեւ բեկանման ենթակա չի։ Ու որոշել է, որ այդ գործով Գագիկ Կոլյայի Ծառուկյանը անմեղ է դարձել։ Այսինքն հասկանում ես N2-ի, եթե ախրանքան պրիմիտիվ են, որը 3-ին էլ արդարացնեին, կասեի, հա, էլի հասկանում ես։ Այն 3 հոգով ընդեղ են եղել, 3 հոգու ուրեմն ո՞նց ես պատկերացնում։ N2-ը բռնաբարել են Գագիկ Ծառուկյանը շուռեկած հայրմերն է արտասանելուց ես չեմ։ Հալելույա։ Ոնց կարան 3 հոգով բռնաբարություն են արել Իրաստանից, ոսկեղեն են գտել, բան, այդ սաղ ամեն ինչը հեչ, բայց միևնույնն է ինքը անմեղ է։ Ու ինքն էլ այդ թուղթը մեյդան հանեց Գագիկ Ծառուկյանը, որ տեսեք ինձ արդարացրել են, այդ ինչ եք տպում բանան։ Չհասկացա որ Քոչարյանի սպասի, այդ իրան արդարացնողը բանի, այս բանի հետ է։ Սասուն Խաչատրյանի հերն է։ Սասունի։ Հա։ Է ռուչկի, այն որ ռուչկի։ Հա։ Ապա հիմա ասածս որն է այդ աբսուրդը, հիմա այդ ընկներես նվերիկը, որը այդպես բաներ է խոսում, էլի, եթե ինքն է իհարկե։ Հա, իր անունով էր մեկը գրել։ Հա, բայց Գագիկ Ծառուկյանի այդ բռնաբարության մասին ուզում է խոսա, թե չէ։ Այս մարդը հելել է, հիմա խոսում է, ես ինչ արժեքներից է խոսում։ Քրիստոսի 33 մետրանոց արձանն է խփում, էս անում, էլի։ Արձանն ինչ է լավ։ Էլի բլա Կիսատ թողեցին, այդտեղ հայտնաբերել են քանդելու ժամանակ այդ Ուրարտուի ժամանակվա բաներ են գտել, դրա համար չթողեցին որ շարունակի։ Չի կարելի։ Ավելի լավ է Ուրարտուի բաները սարքեն մարդիկ ավելի արտասահմանից ավելի հետաքրքրված տուրիստներ կգան։ Այդ արձանը որ ուզում է տենա, այն էթում Ռիո դե Ժանեյրո չի գալու հատուկ Հայաստան։ Այդ իրան պետք է ուրիշ բան է համար, իրան պետք է այդ տարածքն էլ Իրանով անի։ Ես տենց եմ կարծում։ Այո։ Վերջը, այս Դոդի Գագոյի վրով այնքան բաներ կարելի է ասել, հասկանում ես ինչ եմ ուզում ասել։ Այն բաներից հիշում ես մի 2 տարի առաջ, ուրեմն Բելինքետ ասեցի, բայց Բելինքետը չէր։ Ուրեմն Խադարկովսկու դասիե գրուպանը, որ բաներ էր արել, ինչ որ գեներալ Չերնովն էլ FSB-ի внешней разведки շեֆն է։ Մանավանդ հետսովետական երկրների հետ կապված։ Չերնովի դոկումենտներն էր մեկը ֆոտոները արել էր ու Խադարկովսկին առել էր այդ դոկումենտները Հայաստանի հետ կապված, այն որ Փաշինյանի ածականը իրանք FSB-ում բառադայա։
հա, Հա, իմացա, որ Բորոդունադո հետս, իմացա, բան, ման, ու այդտեղ դաժե Գագիկ Ծառուկյանի паспортի կոպիան էր եղել, որ յանի էսի մեր աղբերն է, էլի։ բայց արիստեղ մի բան նշենք, էլի, ըստ այդ թղթերի չէր բանանում, որ ասացիր ածականը հիմա բոլոր մարդիկ իմանան, թե մենք ասում ենք, որ Փաշինյանը FSB-ի ագենտ է եղել։ Չէ, այդտեղ պրոստը իրար մեջ խոսալուց Փաշինյանին բառադա են ասելուց եղել։ Հա, իր նիկնեյմը չէ, դա իրանց բանն է։ Հա, հետո իրանք չէին ուզում, որ Նիկոլը դառնա, նենց Դե պարզա որ իրանք չէին ուզում որ դառնա։ Հետո շատ կներես, էլի, այդ որ այդ նվերիկը տենց բաներ էր խոսում։ Բայց մի հատ կարա նվերիկը մի հատ բանի մասին ասի։ 2020 թվականի Գագիկ Ծառուկյանը, այն որ արդեն բան էին արել, այն իրաստունը որ եկան օբիսկ արեցին, ղազագրերը բաները հանեցին, չէ։ Լավ ասած Ղազագրերն էի մոռացել։ Ասաց ամբարոյականի տղալն եմ, թե ես ասաց հետ դնեմ, բան անեմ։ Հետ դնեմ, միջև վերջ գնալու եմ։ Հա։ Բայց իրաց ճշտի օֆիսում չեն ուզում այդ մասին մի հատ քննարկումներ անցկացնել, էլի։ Սպասի Սերժի Վախտով չես հիշում, Սերժի իրանը էլի հանեց լարեց։ Հանեց լարեց հայ մասսայական ասեց դոդի գագո, դոդ ասեց իրան։ Ինքն էլ այդտեղ քֆուր կերավ էլի, որ էլ քաղաքականություն չի մտնելու։ Բայց էլի մտա։ Դրանից հետո շոու արեց, այդ գիտես որն է այդ շոուները որ անում էր, ախր պարզ երևում էր որ շոու է, բայց մտածում էր այս դեբիլ ժողովուրդը կկուտեն, էլի։ Շոու արեց, մի 1000 հոգի եկել էին, իր շենքի դեմը միտինգ էին անում, խնդրում էին որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, բան, էլի, սենց հիմարություն, բան, այդ արեցին, եկավ էլի անցավ ընտրություններով 17 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակցեց բանը, բայց երկու անգամ այդ մարդը ամբարոյականի քֆուրա կերել, ամբարոյականի տղու ու խոսքը չի արել ու գիտես որն է, այնքան այդ մարդը այդ իր խելքով է, ինչով է, մարդկանց մասը գիտես ինչ կարծիք է եղել, որ այս մարդիկ դիմացի, մարդիկ դեբիլներ են, էլի, ոնց ասեմ քեզ։ Ուրեմն նայ, մարդը ինչքան պետք է ինքն է, բայց իսկական դեբիլ է։ 2020 թվականի այդ 44 օրյա պատերազմից հետո Հայաստանում երևի մի բնակավայր չկար, որ ասենք ամեն փողոցում այդ փողոցից մի հատ երեխա զոհված չլներ, հասկանես ինչ եմ ասում։ Արա հələ երեխեքի քարսունքը չհելած, դու քու նվերիկի հարսանիքն ես անում, ու ուղիղ կես ժամ բեսպերեբոյ սալյուտ ես խփում։ Այդ տորթը հիշեցի այնքանի Տորթը մի կողմ, ապեր տորթը փագա, սալյուտը, դու հասկանում ես սալյուտը է խփում։ Այդ մարդկաստաները ապեր, այդ ժամանակ Հայաստանում արա մարդիկ իրար երեսի չեն կարող նայեն ծիծաղել։ Սալյուտ անում է ասում աշ ջան, դե պարզա որ ասում ես պետք է ուրիշ հարսանիք անեմ, դու խոմ չես կարող Գագիկ Ծառուկյանի նման հարսանիք անես։ Հետո դրանից հետո որ արդեն ընտրություններին 5%-անոց շեմը չանցավ ինքը Եկա զարմացել էր, մարդիկ всё-таки բան չէր, այդ ամեն ինչը տեսել հիշում են, էլի, այ ապուշ։ Հելելա, ախր գիտես ոնց է, այն մարդը, ես իմաց չեմ հասկանում, հելնում ես դու, արա, մարդկանց այդ բազար ես անում, 200,000 դրամ ես խոսում, 150,000 դրամ ես տալիս, ասենք աշխատողիդ, էլի, տեսա մի հատ բան էլ ասեմ, հասկանանք այդ ինչ բանը, բայց եթե ես տասնյակ միլիոնավոր դոլարների կահույք ես առնում, արա լավ, ես դեռ իմաստը չեմ հասկանում, էլի, մարդը չկամ պետք է գեսին ինչ ալնի, մի բան էլ ասեմ ապեր, այդ ինձ ասել են, մարդիկ անունը չեմ տա, ով դրա մաքրությամբ զբաղվել դրա բիզնեսում, էլի, ուրեմն դրա մեծ տարածքը տեսել ես, չէ՞ տունը։ Ահա, գեղցի։ Ապեր այդ ցելի տանը ընդամենը աշխատել է 2 հատ հավաքարար, մաքրուհի։ Ու ոնց են հասցրել։ Ապեր հələ լսի համբերելը մի կողմ։ Էսի ուրեմն էս 24 ժամ։ Ապեր տան մոտ էսի մի հատ բան ունի, ուրեմն, գարաժ ունի։ Այդ գարաժն էլ ես տեսել երևի, որ նկարել են, այնտեղ ավտոները կայնած, Bentley-ները, Rolls-Royce-երը եւ այլն, էլի։ Բա դահոլչիները այդքան վեգոնակ։ Ապեր հələ դահոլչիները մոռացի, դահոլչիները մոռացի։ Այդ որ մտել են ԱԱՑ-ն, որ ԱԱՑ-ն մտել էր դրա տուն, այդ գարաժը նկարել էր։ Գիտես, դրա գարաժի պոլը մարմարից էր սարքած։ Ահա, տեսա այդ։ Ուրեմն նայ, սրա օրենքը սենց է եղել։ Երբ որ ավտոն մտնում է գարաժ, չէ՞, առնով մաքսիմում պետք է 20 րոպեվա ընթացքում հավաքարարը գա այդ գարաժի պոլը լվանա, որ այդ հետքը մարմարի վրա չմնա, էլի։
Բայք։ Ասիկը պատկերացնես խոսքի այդ կինը, ասենք 5-րդ հարկում ինչ որ սենյակում գործանում, չէ՞։ Ավտոն մտավ պետք է շուտ-շուտ թաթարախի շհանի ձեռնոցները բաները վազելով 5-րդ հարկից իշնի գարաժ, այդ պոլը լվանա, հետո հետո նոր գա իրա տռուսի կլվա։ Գործերը հետո իր ձեռնոցները հակնվա որ բանանի, մեկ էլ նվերիկն է մտնում։ Էլի պետք է ձեռնոցները հանի վազելով իշնի, այդ պոլը լվանա, բանան, ընդհանրապես 2 հոգի է եղել, ու ստացել են 120-ից 150 հազար դրամ։ Այդ եկա տարածքը մաքրությունը ապահովելու համար։ Աննորմալ վիճակ։ Բանն եմ էլի ասում, օրենքը մեկ էդի մեկ էլ մի օր էլ գեներալ Մանվելի խոսանք են էլ ոչ պակաս բաներ ունի։ Էնի sense հակում ուներ, որտեղ այդ ճանապարհները փագեր, որ այդ ճամփով մենակ ինքը ասնի։ Իսկ սրա հակումն էլ էս ա եղել, որ մարդկանց կոպեկներ տա, բայց դու պետք է էս անես։ Էդի չգրված օրենք է, էլի ասիկը ավտոն մտավ գարաժ 20 րոպեվա ընթացքում պետք է հելնեն պոլը մաքրեն, հասկանու՞մ։ Մարդը ինչքան պետք է եսի միջան։ Դու տես բան լսած կասի, ով էլ ուզում ալնի որ ախպեր տես բասկի էմիրատների շեյխերը չեն անում, այ։ Գարաժի պոլը սարքեն մարմար։ Տես բան լսած կաս։ Լավա մի հատ խալի չի գցել, այ ախպեր։ Վերջ, էդ է հիմա, էդ է գեղցի էլի, գեղցի։ Ապա այդ գեղցինը, այդ գեղցինը Հայաստանում ձևավորում բան է, էլի, այդ մոդա ձևավորող կարելի ասել, մոդա նկատի։ Մերսի Հովջան։ Համ բիզնեսի մեջ է ինքը ձևավորում, համ մշակույթի մեջ է ձևավորում, հերոստալիք ունի, այդ մարզի բանի ժողովուրդը իր վրա հո նայում են, գիտեն թե աշխարհի ունիկում է, էլի, որ այդքան տենց կարողացել է միջոցներ բան անել։ Մերսի Մարինե ջան։ Մի խոսքով։ Հիշում ես էս ասա, լավ դու ասա։ Չէ, ասեցի, ասա, ինչ էր ասում։ Այն էլի 20 թվին այն որ բաներ եղել, էդի չեմ հիշում ով էր տարածել, բայց բերել էին լրիվ կարծեմ դոգն էր, հա, Վարդանն էր։ Այն բանը Ռուսաստանից, Վլադիվոստոկից էր, Եկատերինբուրգից էր, այն ինստագրամյան մոդելներ կան, էլ որ դե իրանք բան են вообще-то, девочки по вызову է։ Պրոստիտուտկա ասա։ Պրոստիտուտկա։ Դե չեմ ուզում տես բառեր օգտագործել։ Այդ դրանց Instagram այդ stories-ներից բաներից չոտկի բռնել էին, որ Գագիկ Ծառուկյանը դրանց զակազա տալի, դրանք գալիս են։ Մի քանի օր այդ աղջիկը իրաց նվերներն են ցույց տալի, բան, էսկոմ ենկոմ, երկու հատ էլ նկար իր տան մեջ կամ տան կողը, Bentley կողը, էսկոմ ենկոմ։ Այն էլ նայում էիր ախպեր, այդ աղջիկը 18-19 տարեկան, օրա եկա 50-60 տարեկան մարդ է չես։ Ապեր 70 տարեկան է 2 տարուց անում, ինչ։ Էլ արդեն 70։ 50 տարեկան այսօր եկուց ես ու դու ենք։ Չես ամաչում ասա։ Ասենք ես անեմ ուրիշ բան, հա։ Բայց դու ախպեր 5-ա երեխա ու 5-6-ա երեխա ունես։ Ապեր, բայց ոնց հասկանանք ես, այդ մարդը հիպերակտիվ բան է, այդ մարդը դրա համար գնաց է նույնիսկ 5 տարի։ Հիպերակտիվ չէ, դի հիպեր հիվանդ է գլխից։ Դե հիվանդ ապեր, ախր, գիտես որն է, որ նայում ես դրա, ասենք ես լիքը բաներ կա հիմա չեմ կարա ասել, որովհետև թու չեմ կարա տամ, էլի։ Դրա բաները նայում ես, ասենք խոսքի, այդ մարդկանց տանջելը բանը, չէ։ Ապեր նենց իզվրաշոննի բաներ արել, հիմա չեմ կարա ասեմ այս մասին, էլի պրոստ ասենք, որ ասեմ մեր ալիքը կփագե։ Նենց իզվրաշոննի բաներ արել, որ Կալիգուլան սկիթես բաներ չի արել, հասկանում ես ինչ եմ ուզում ասեմ։ Դաժե տենց։ Սրա նման իզվրաշոննի դենք շատ քչերը կա։ Իսկ որ Գագոն պրովինցիալը դրանում կասկած չկա։ Ահա, դե հիմա մարդկա բամբասան, հիմա բամբասանքի ինչ է, մենք բամբասել են, որ երկու հոգի կուխնիում նստում են իրար հետ խոսում են։ Մենք դե մարդկանց հետ ենք խոսում, շփվում ենք, այ ախպեր ջան, դու 150,000 դիտում ա եղել, 150,000 մարդու հետ ոնց կարաս բամբասում ենք։ Հա,
Կամ այտենց բաներից խոսալը բամբասել չի, բամբասելը որ այնց են խոսում, որ ուրիշները չիմանան։ Իսկ մենք ցած հրապարակային ենք ասում, Այդ մարդիկ պրոստը տեղյակ չեն, որ այդ YouTube-ում ժանրը տենց ընդունված, օրինակ ռուսական մեդիատիրություն բանում Ֆեյգինը բանը իրար հետ զանգում են, ու տենց ասեն քննարկում են օրվա եղած բաները։ Այդ մարդիկ էլի չեն հասկանում, գիտեն, չեն նայել, բան չեն արել, գիտեն թե բամբասանքա։ Եթե բամբասանքա ինչ ասեմ, ուրեմն այդ որ կապնվում են փորձագետների հետ արտասահմանից, բանից հետները խոսում են, դա բամբասանք։ Դե որ տենց գցես ընդհանրապես անալիտիկան էդի բամբասանքա, հա, սենց ասեմ, այդ մարդկանց մակարդակը։ Հետո մենք թաքուն իրանց հետևից չենք խոսում, մենք բաց խոսում ենք, այնպես չի, համ ժամանակին են ֆուտբոլային թեմայով հիշում ես, բանից էլ ինչ էր անունը, Նեմեց Ռուբոյից էլ խառել էր իրար սաղ, հիմա սրանք են իրար հետ, ինչ ալիգարխ կա սաղին, հատ, բան ենք անում, ու բաց, ոչ մեկից էլ չենք վախենում։ Ահա, հետագայում դե լավ, եթե տենց ենք, ուրեմն սենց կանենք, մեր ամեն հաղորդման մեջ, ամեն մի տենց տիպաժի մասին տենց դեպքեր կպատմենք, գեներալ Մանվելից էլ կասենք, Լիսկայից էլ կասենք։ Դա արդեն մյուս անգամ, որովհետև արդեն 45 րոպե, չնայած 230 հոգի մեզ հիմա լայվ նայում է, դիտում է, բոլորին շատ շնորհակալություն, ժողովուրդ ջան։ Դուք մեզ շատ օգնում եք դրանով, ձեր լայքերով, ձեր դիտումներով, ձեր բաժանորդագրվելով, մի մոռացեք բաժանորդագրվեք, որտեվ նայում ենք 150,000 հոգի մարդ ավելի նայում է մեր վիդեոները, բայց բաժանորդագրվեք, որ միշտ կարողանաք նայել։ Так, երևի այսքանով վերջացնենք, հա թե էլի բան ունեիր ավելացնել։ Չէ, բան չունեմ ասել, մյուս անգամ կխոսանք։ Դու ասա, ասա, որ այս շաբաթ էլի հաղորդում անելու, այդ նրա մասին էի ուզում ասել։ Հələ 100% անոց չի։ Հա, եղավ։ Հələ 100% չգիտեմ, ինքը ժամանակ կունենա թե չէ, հենց ժամանակ ունեցավ մի անգամից կանենք ավելի մանրամասն հետաքրքիր բաները։ Կստացի Գորի հետ էլ էինք ուզում անենք, Գորը ուզում էր մեր միանալ, մի քիչ պատմեր այդ բեսպիլոտնիկների արտադրանքի մասին։ Կակրաս հիմա էլ այնցա, որ պետքա մենք էլ մի քիչ օգնենք իրանց գումարով, բանով։ Լավ կլներ, որ ինքն էլ մեզ միանա, մի անգամ մի հատ ցած հաղորդում անենք, խոսանք, տենանք ինչ են անում, ինչ օգնություն կարանք մենք անենք, ինչով կարանք օգնենք ու տենց։ Դե լավ, շատ շնորհակալություն ժողովուրդ ջան, Վահագ ջան, քեզ էլ լավ երեկո։ Հաջողություն Լևոն ջան, հաջողություն։ Բարի գիշեր ժողովուրդ ջան, բոլորին սիրում ենք։ Հաջողություն, բաժանորդագրվեք։ Всё